արկա մտահոգություններին, որոնց վերաբերյալ ահազանգեր հնչում են եւ պատգամավորների, եւ փաստաբանների, եւ իրավապաշտպանների այն մթնոլորտային իրավիճակը, որը արկա է քրեակատարողական հիմնարկներում, մտահոգիչ է, մահեր, ինչպես նաեւ զոմնայողների եւ այլն եւ այլն։ Դուք տիրապետում եք իրավիճակին։ Զոն նայողների հետ կապված իհարկե քրեակատարողական հիմնարկներում միշտ եղել է այս մշակույթը, սակայն վերջին տարիներին դա կփաստեն մարդիկ, ովքեր որ փորձագիտական աշխատանք են նաև իրականացնում, համապատասխան դատախազական վերահսկման աշխատանքեր իրականացնում, օրինակ դատախազական համակարգը, ՄԻՊ-ը, դիտորդական խումբը, խնդրում եմ նայեք իրենց տրված հաշվետվությունները եւ կտեսնեք, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված շատ լուրջ հաջողություններ ունենք։ Այսինքն խոսել նրա մասին, որ քրեական ենթամշակույթը կա։ Իսպառ վերացել է։ Ոչ, իհարկե իսպառ չի վերացել։ Ես ձեզ հակադարձ հարց տամ։ Մեր հասարակության մեջ իսպառ վերացել է քրեական ենթամշակույթը։ Պարզապես ինքը որևէ լծակ չունի, ես ինչ կանոնով գիտեմ, լրագրող է եւ չի կարող դրա դեմ բացի հրապարակումներ պայքարել։ Պաշտոնյա եք։ Շատ լավ։ Մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք բոլոր այն երևույթները հասարակության մեջ, բոլոր այն երևույթները, որոնք մենք ունենք իրականում հասարակության մեջ։ Այսինքն մեր հասարակության մեջ բոլոր շերտերով, բոլոր խնդիրները ավելի վառ եւ ավելի խտացված տարբերակով մենք ունենք քրեակապետություն եւ ինստիտուտներ։ Բանակում դեպքերում ասում են հասարակությունից է։ Բանկերում Չէ, իհարկե ասում են հասարակություն։ Վերջի շրջանում քրեական ենթամշակույթի հետ կապված ինչ հրապարակում ա եղել, եկեք ավելի առարկայական խոսենք։ Քրեական ենթամշակույթի ազդեցության հետ կապված ինչ հրապարակում ա եղել, ինչ խնդիր ա բարձրացվել։ Եկեք ավելի ես ձեզ հարցնեմ, որպեսզի նաեւ կար Նուբարաշենում այդ լրատվական միջոցների կողմից իրականում բնորոշված ծեծի հետ կապված, որը որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ եւ դրա հետ կապված ծառայական քննություն նշանակվել, հանգամանքները կպարզվեն եւ դա աշխատակիցների միջև տեղի ունեցող կոնֆլիկտային իրավիճակ է եղել, որը ծեծ է եղել թե չէ, մենք հետագայում մեր ուսումնասիրությունների արդյունքում կպարզենք, բայց դա որ ծեծի մասին եք Ոչ ասացին ինչ որ նաև Նուբարաշենի ծմահների հետ կապվածն եք ասում։ Ծմահների հետ կապվածը իհարկե քրեական վարույթ նախաձեռնվել է եւ դա ինչպես որ մենք իրականում նշել ենք, մենք խոսք ունենք ոչ թե ծեծի, այլ համաչափ ուժի կիրառման հետ։ Եվ առաջին հարցի վերաբերյալ է առողջական խնդիրներում, մասնավորապես այս դեպքում Միքայել Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ ահազանգ շատ ուղիղ խնդրեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, ձեզ դիմվել է առողջական խնդիրների հետ կապված, խնդրում եմ քրեակատարողական բժշկության պողակին հասցեագրեք ձեր հարցերը։ Դուք տեղեկություններ չունեք։ Ես տեղեկություններ չունեմ, նաև իրավասություն չունեմ, այսինքն ինքը նաև բժշկական գաղտնիք է պարունակում եւ այս տեսակի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում։ Հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում որոշակի տեղեկություններ մեզ հասնում է, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք բժշկական գաղտնիքը պահպանելու խնդիր եւ բժիշկները պարտավոր չեն մեզ որևէ տեսակի, այսպես ասած, տեղեկատվություն։ Ինչ պայմաններում են պահվում Սրբազանները, Սամվել Կարապետյանը։ Ինչ նկատի ունեք, ինչ պայմաններով են պահվում։ Պահվում են միջին պայմաններում, ոնց որ մյուս հուսամ չեկել լինի, պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զերկված անձինք։ Նուբարաշենում շատ վատ վիճակ է, ես մի Նուբարաշենի պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկներում եւ դրա համար մենք այս տարի որոշակի ուսումնասիրություններ ենք իրականացնում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի այլընտրանքներ փնտրելու համար։ Իհարկե մենք եւս հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը եւ դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք, այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել, սա որպես տեղային լուծումներ, բայց շենքային պայմանները այնպեսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք եւ հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու նախարարը ասաց, որ առողջապահական ցանկ կա քրեակատարողական հիմնարկների դեպքում, թե ինչ առողջական խնդիրներով մարդիկ պետք է դուրս գան եւ այլն, այսինքն լուծումներ կարող ենք ենթադրել, որ այն մահերը, որ եղել են մինչեւ հիմա, այդ ցանկի պատճառով է, որ այդտեղ չեն եղել, այսինքն իրենք ամեն դեպքում առողջական լուրջ չեն ստացել, միջամտություն կամ օգնություն դրա համար
Ես միանշանակ այդպիսի հետևություն չեմ կարող անել, որովհետև այս հարցի պատասխանն էլ գտնվում է քրեակատարական բժշկության կենտրոնի եւ առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում։ Ես կարող եմ իմ դիտարկումներն անել, այո, լինում են դեպքեր, որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես այս դեպքում սովորական քաղաքացի, ով որ չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատարական հիմնարկում պատիժը կրելու։ Այս մասով իհարկե մենք կոմունիկացվում ենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ վերջիններս նախաձեռնում են նաեւ 825 հրաման որոշումն է, նախաձեռնում են այդ որոշման մեջ փոփոխություններ անելու հանգամանքը։ Դուք Սրբուհի Գայլյանի ընկերուհին եք։ Տիկին Գայլյանը այդ հարցին բազմիցս պատասխանել է, ես Սրբուհի Գայլյանին ճանաչել եմ, այո, եւ Մենք էլ շատ մարդկանց ենք ճանաչում, բայց չունենք ընկերական հարաբերություններ, հարցը ուղիղ է։ Հարցը քանի որ ենթատեքստ է պարունակում, Գայլյանի ընկերուհին եք թե ոչ։ Ես նորից եմ կրկնում, ես նախարարին միջև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ, բայց խնդրում եմ նաև մենք նույն կուրսում ենք սովորել կրիմինալոգիայի մագիստրոսական ծրագրում եւ ինչ է ուզում ստեղ շեշտադրել, այս հարցը շատ խոսվում է սրա մասին, սակայն խնդրում եմ նաեւ իմ կենսագրությունը Եվ տեսեք, ես միջև քրեակատարական ծառայության ղեկավար լինելը, որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ես հոգեբան եմ մասնագիտությամբ, հոգեբան կրիմինոլոգ, հետո մագիստրոսական ծրագիրը ավարտել եմ կրիմինալոգիան, որը որ հենց հանցավորության պատճառների վերաբերյալ գիտություն է։ Հոգեբան ղեկավար եւ 8 ինքնասպանության դեպք Այո, դրանից առաջ ես, եթե այդպես դիտարկենք, ես 2020 թվականից սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքների ղեկավարն եմ եղել եւ մենք ունեցել ենք ավելի քիչ թվով ինքնասպանություններ, ունեցել ենք 3, 2 եւ 2024 թվականին ունեցել ենք 0 ինքնասպանության դեպք։ Ինքնասպանության դեպքերը աճը միանշանակ մեզ եւս շատ անհանգստացնում է, մենք անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ թե որտեղ են մեր սխալները, որը որ թույլ է տալիս այս իրավիճակին։ Պատճառները որոնք են եղել այդ ինքնաբնացման Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաեւ իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպել այդ խնդրի հետ, իրենց կատարված արարքի այնպիսին է եղել արարքը ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին, քրեակատարական հիմնարկը եւ այսպես ասած համապատասխան ծառայությունները դրա մասին չեն իմացել եւ անձը վերջնական արդյունքում կատարել է ինքնը։ Նորվա հարց պատասխանի ընթացքում դուք հետաքրքրվեցիք Նուբարաշենի որցեցը, այսինքն են ցմաներից բացի մեկ այլ դեպք է։ Մի քանի օր առաջ ուրբաթ օրը կարծեմ հրապարակում եղավ Նուբարաշենում աշխատակիցների միջև ծեծկրտուքի մասին։ Ես էլ եմ այդ տեղեկությունը ստացել, ասում են, որ Նուբարաշենի բանտի Իսկ թվաց դրա մասին եք խոսում։ Բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր կաբինետում իր օպերներ Արամ Հարոյանի կամ լավ է սա Ես կարդացել եմ նյութը, եթե մեկնաբանությունն է ձեզ հետաքրքիր, միանգամից մեկնաբանեմ։ Դրան էի պատասխանում, որ ծեծելը դեռևս պետք է ուսումնասիրություն արվի, ծառայական քննություն է նշանակվել հենց ուրբաթ օրը, իհարկե մենք դրա մասին գիտեինք միջև հրապարակումը, այդ մասին մեզ զեկուցվել էր, ծառայական քննությունը նշանակվել է եւ քննության արդյունքներով կպարզվի, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք։ Եվ հիմնարկները ինչ ծանրաբեռնվածություն ունեն այս պահին, որտեղ նաև խոսվում է համաներման մասին, եւ եթե շատ ծանրաբեռնված են, օրինակ կհերիքեն բոլոր ընդդիմախոսներին Փաշինյանի, որպեսզի, ինչպես ինքն էր խորհրդանի ամբիոնից ասում, լցներ ԱԱՑ պատվարները կամ երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա, առաջին մասին ասեմ, որ քրեակատարական հիմնարկների ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է, եթե չեմ սխալվում, եւ մենք ունենք լրակազմով միջև 4000 անձին քրեակատարական հիմնարկներում պահելու հնարավորություն։
Ես ասում եմ թվերի մասին, որոնք որ համապատասխան նախարարի հրամանով արձանագրված են։ Դեռ 4000 հոգու տեղ կա, Ոչ, ընդհանուր լրակազմը մոտավորապես 4000 հոգու համարեն։ 2845։ Դատորության Փաշինյան առաջարկ է ներկայացրել, որպեսզի պատարակներից առաջ հնչի օրհներգը, դուք ինչ կարծիք ունեք այս առումով եւ նաեւ Եռագույն դրոշը տեղադրել։ Ցանկացած հարց, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, ես ի սկզբանե ասեմ, որ չեմ պատասխանել, ու նաեւ խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վարչական պաշտոն զբաղեցնող անձ եմ, ում իրավունքները պարտականությունները նախատեսվում են քրեակատվական ծառայության մասին օրենքով, եւ քրեակատվական ծառայության մասին օրենքը մեզ արգելում է ունենալ որոշակի եւ մեր ելույթներում խոսել որոշակի քաղաքական եւ դա իմ ընտրությունն է պատասխանել ձեր հարցին թե ոչ, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, շնորհակալություն։ Արտիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի տղայի հետ կապված այդ միջադեպը որ տեղի ունեցավ, դուք դրանից ինչ հետևություններ արեցիք, արդյոք պետի տեղակալի գոնե ժամանակավոր լիազորությունները կասեցնելու անհրաժեշտություն չկա։ Նայեք, մենք ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այդ գործողությունը բխի օրենքից։ Օրենքում համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը, որը որ ցանկանում եմ հնչեցնել միանշանակ։ Մենք ինչ որ արդեն նշեցի քրեակատվական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ։ Եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, մենք ուրեմն պետքա բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ եւ պահանջ ներկայացնենք մի րոպե եւ պահանջ ներկայացնենք այդ անձանց այս կամ այն աշխատանքից ազատելու, որը կարծում եմ որ Բայց դա Պաշտոնյանի որդին է դա այդ առողջանումը անպատժելիության արդյոք մթնոլորտ չի ձևավորվում, որ կարող է ղեկավարի որդին իրեն այդպես պահել։ Հիմա ես նաև իմ փորձով ձեր հետ կիսվեմ, քրեակատվական հիմնարկում անչափահասները վերջի տարիներին, լսում եք, վերջի տարիներին անչափահասները նվազագույն թիվ են մեր մոտ ունեցել քրեակատվական հիմնարկներում։ Անցյալ տարի մենք անգամ ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս պահին մենք ունենք 6 անչափահաս ազատությունից զրկված։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատվական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում, այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձին չհայտնվեն քրեակատվական հիմնարկներում եւ այսպես ասած կրկնակի հանցածին այսպես ասած իրավիճակում չհայտնվեն, որը որ շատ լավ է եւ որը որ տվել է իր արդյունքները։ Նայեք, չէ, թողեք վերջացնեմ։ Եվ մենք ունենք 4 անչափահաս, կարծեմ 5, չէ, 5 անչափահաս, ովքեր որ իրականացրել էին այդ ծեծը եւ իրենք 4-ը իրենցից կալանավորվել էր։ Այսինքն իմ տեղեկություններով 3-ը 20 օր, մեկը 1 ամսով։ Հիմա ինչա ասածս, մենք այս վերջի տարիներին, վերջի 6-7 տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Իսկ սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից, որ անչափահասը այս այո, խմբակային ծեծի մասին է եւ նաև այստեղ ազդեցություն է ունեցել։ Ես չեմ արդարացնում, ընդհակառակը դա իմ համար շատ մտահոգիչ է ընդհանուր հասարակական տեսանկյունից, որ մենք այդպիսի երևույթներ, որը պետք է կարգ ու կանոն բանդերում հաստատի, այնպես անի որ բանդում հայտնվածը ուղղվի բանդից դուրս գալուց հետո ճիշտ ճանապարհով գնա։ Ես ցանկացած բան, եթե մենք խոսում ենք, ես ուզում եմ, որ մենք խոսենք հողի վրա երկու ոտքով կանգնած վիճակում։ Մենք, այո, հիմա նայեք, մենք այնպես չի, որ մեր համար նորություն է, որ մեր հասարակության մեջ հատկապես այս տարիքի երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։ Սա մեր համար նորություն չի։ Եվ սա նաև մեր հասարակության, չէ, թողեք վերջացնեմ։ Չէ, ես հիմա տանում եմ նրան, թե մեր հասարակությունը ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում, բռնության քարոզող հասարակություն է։ Այսինքն տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրա տուր գլխին, ու
երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ եւ առողջ կոմունիկացիա։ Եվ մենք ունենք այս մասով շատ դեպքեր հաստատ կունենանք, երբ որ այդ չի տեսանկարահանվել, համապատասխան համացանց չի գծվել եւ այդ դեպքերը անհետ, այսպես ասած, այստեղ հայրիկը քերակատարողական Հիմա իմ ասածը այն է, որ պետք չի թիրախավ ես ընդհանրացնում եմ, որովհետև նախ ես նշեցի, որ մենք ցանկացած մեր գործողություն պետք է անենք օրենքից ելնելով եւ մեր օրենքը չի նախատեսում անձին աշխատանքից ազատում իր ազգականի կողմից կատարված հանցանքի ոչ էլ լիազորությունների սահմանափակում է ենթադրում օրենքը։ Նախ այս դրա մասին խոսենք եւ նաեւ ուզում եմ, որ երեխաներին էլ չթիրախավորենք քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով, որովհետեւ այս երևույթը, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, ծեծով հարցեր լուծելու երևույթը մենք մեր հասարակության մեջ ունենք եւ եթե դրա անունը դնենք քրեական ենթամշակույթ, մենք կստացվի մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ։ Աբսուրդը գիտեք, որ մեկի հայրը քրեակատարողականի աշխատիկից է, մեկինը դպրոցի տնօրեն է, մյուսինը մանկապարտեզի դաստիարակ է կամ դաստիարակչուի, մեկինը համայնքի վարչական ղեկավար է, այսինքն մարդիկ, որոնք ինչ-որ ինստիտուտներ են որոշակի։ Մեր համար այստեղ ամենակարևորն էր հասկանալ, թե լծակների մասին խոսեցիք, այդ անձը ունեցել է որոշակի վարքային դրսևորումներ տարբեր կերպ ազդելու նախաքննության կալանքի տակ եղել, մեկ ամսովն է եղել, թե 20 օրը։ 3-ից։ Չէ, անչափահասները abովյան քրեակատողական հիմնարկում են լինում, բոլորը։ Անչափահասները եւ կանայք abովյան քրեակատողական հիմնարկում են իրենց պատիժ։ Խոսել եք նրա հոր հետ, որը որ արտիկի, այսինքն ինչ մեկնաբանություն է տվել հայրը հենց, ինչպես է որդու այսպես պահվածքը մեկնաբանել։ Ես խոսել եմ հոր հետ, բայց քանի որ դա շատ կոնֆիդենցիալ խոսակցություն է, չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել, նաեւ անձի անձնական տվյալների գաղտնիությունը հաշվի առնելով։ Քրեակատորական հիմնարկներում առկա մտահոգիչ դեպքերը, որոնց մեզ որպես լրագրողները հազանգում են, ես նաև լրատվական դաշտի անունից խնդրում եմ կազմակերպել այցելություն, որպեսզի մենք նաև որոշակի առումով տեղում ծանոթանանք եւ գիտեմ, որ հաշվի առնելով, որ շատ ազատությունից զրկված անձինք ցանկություն չունեն հարցազրույց տալու լինում են նմանատիպ դեպքեր, այնուամենայնիվ պայմանները տեսանկարահանելը եւ իրավիճակները ծանոթանալու համար, որպեսզի հղում չարվի, որ նրանք ցանկություն չունեն հարցազրույց տալու։ Մենք առաջիկայում, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 16-ին, բայց այդ մասին մենք հայտարարությամբ հանդես կգանք, Աբովյան քրեակատողական հիմնարկում, ինչպես որ նախարարը խոստացել էր, շրջայց ենք իրականացնելու, ես էլ կլինեմ այդ շրջայցին եւ դրանից հետո նաեւ նախատեսում ենք փակ քննարկում լրագրողների հետ տարբեր հարցերի հետ կապված։ Այո։ Այս պահին այդ հարցը կարող ենք մենք քննարկել եւ ձեզ դրա պատասխանը տալ։ Այսինքն մենք սպասում ենք դեկտեմբերի 16-ին, այո, Աբովյան քրեակատողական հիմնարկում շրջայցի եւ հետագայում նաեւ փակ քննարկման հրավեր կլինի։ Որտեղ նաև ընդդիմության կողմից անդադ հնչում է օրինակ համաներում հայտարարելու, որպեսզի ծանրաբեռնվածություն իհարկե դերտեղեր կան, բայց ամեն դեպքում 2800 անց կարծես դուք համաներման հետ կապված ինչ որ առաջարկներ ներկայացրեք, եկեք տեսա քաղաքական որոշման արդյունք պետք է լինի, բայց դուք ինչպես եք կարծում, արժե հիմա քաղաքական համաներում քաղաքական Նայեք, համաներումը ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Դրական կողմերից քրեակատողական հիմնարկի ծանրաբեռնվածությունը թոթափելն է եւ անձանց երկրորդ շանս տալը, բայց իր բացասական կողմերը մենք նաեւ հետագայում հանցագործությունների աճով ենք տեսնում եւ այս պարագայում պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը եւ մենք հիմա աշխատում ենք բաժից պայմանական բաղաժամկետ ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ որը որ մեծ հնարավորություն կտա հետագայում ըստ մեր հաշվարկների հնարավորինս շատ անձինք, որպեսզի պայմանական բաղաժամկետ ազատվեն իրենց ոչ թե այս կամ այն համաներման, այսպես ասած, ընդհանրական բանի մեջ ընկնելով, այլ անհատական մոտեցման եւ իրենց վարկով պայմանավորված այդ կլինի։ Պայմանական բաղաժամկետ ազատվել է 151 անձ, այս ես ասում եմ նոյեմբերի 24-ի տվյալներով, վերջի մի քանի օրվա տվյալը այս պահին չունեմ, անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում 130 էր, եթե չեմ սխալվում, գնալով 24-ի մասին է խոսքը, գնալով տենդենսները ավելանում են եւ ես կարծում եմ, որ
համապատասխան մեր գործընկերների հետ ճիշտ կոմունիկացիաների արդյունքում մենք հետագայում նաև այս մասով բարելավումներ կունենանք եւ նաև մենք քրեակատվական ծառայության կենտրոնական մարմնում արկա է տեղաբաշխման հանձնաժողով, որը որ իրականացնում է անձանց անվտանգային գոտիների փոփոխություն, այսինքն բարձր անվտանգային գոտից անձը իր վարքագծով պայմանավորված կարող է հայտնվել առավել ցածր անվտանգային գոտում եւ այս մասով էլ մենք թողեք վերջացնեմ, այս մասով էլ մենք ունենք բարելավումներ եւ այս տարի այս պահին թվերը չեմ հիշի, բայց մենք իհարկե մեր ծառայության էջում անհամբարձան ամփոփումներից հետո դրանք կգցենք, կարող եք ծանոթանալ, մենք այս մասով էլ ունենք շատ անձինք, ովքեր որ առավել ցածր անվտանգային գոտի են գնացել 24-ին որ ասում եք 130 հոգի մոտավորապես կա վիճակագրություն այդքան մարդուց ով է նորից վերադարձել այսքան ոչ պատշաճ այս պահին ես իմ մոտ այդպիսի վիճակագրություն չունեմ մենք իհարկե մեր պրոբացիայի գործընկերների հետ կոմունիկացվում ենք այս մասով եւ նաեւ ինչ որ դեպքերում ինֆորմացիան փոխանակում ենք բայց ես այդպիսի տեղեկություններ չունեմ եւ չեմ կարող ձեզ հայտնել Տիկին Թադևոսյան եւ բանտային պայմանների մասին օրինակ ինչու միջև հիմա ունենք իրավիճակներ որ բանտախություն ու սանհանգույցը նույն տեղում են եւ վերջերս ազանգում էր փաստաբանը որ իր պաշտպանյալ այնպիսի խցում է որտեղ սանհանգույցը ընդամենը վարակույրով է բաժանվում Քրեակատվական հիմնարկներում արկա նաև պահման պայմանների խնդիրները եւս նորություն չեն եւ եթե դուք հետևում եք քրեակատվական ծառայության էջին կամ արտադրության նախարարության էջին կտեսնեք այս տարվա մեր կատարված աշխատանքները վերանորոգման տեսքով որի մենք այսպես ասած կարիքների գնահատում ենք իրականացնում այդ կարիքների գնահատման հիման վրա հաշվի առնելով մեր թե ժամանակի ռեսուրսը թե անձանց թե ֆինանսական ռեսուրսները ինչ որ X քրեակատվական հիմնարկներում անում ենք տարբեր վերանորոգումներ, տարբեր կերպ բարելավելով մարդկանց կյանքը։ Այս տարի եւս մենք արդեն կարիքների գնահատում արել ենք եւ գիտենք թե հաջորդ տարվա համար մենք որտեղ ենք վերանորոգումներ անելու, որտեղ ենք որոշակի ինչ որ իրավիճակ փոխելու պահման պայմանների տեսանկյունից եւ կարծում եմ որ շատ մեծ ցանկության դեպքում դուք նաեւ կարձանագրեք այդ հաջողությունները մեր այսպես ասած փոքրիկ եւ հետագայում նույնպես կփաստարկեք այն փոփոխությունները որը որ կտեսնեք։ Շնորհակալություն։